տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդերյանին։ Երբ որ մենք սկսել էինք Silicon Mountains-ը 7-8 տարի առաջ, մենք ունեինք մի նպատակ եւ այսօր ուրախությամբ ուզում եմ նշել, որ այդ հերթական երազանքը մեր միության իրականացավ։ Գիտություն, հետազոտություններ, ինովացիա, ինժեներինգ։ Այս անունը եւ այս կոնցեպտը իզուր չէ, քանի որ առանց մեկը մյուսի ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Ունենք այնպիսի ռազմարտունաբերական արտադրանք, որը բավականին մրցունակ է։ Հայկական արտադրանքը պետք է հանդիսանա այն շարժիչ ուժը, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության արտադրողականությունը։ Բարի գալուստ Rise by Silicon Mountains միջոցառում։ Պարոն Բալդերյան, դուք նախկինում նշել էիք, որ Հայաստանում բազմաթիվ առողջ բջիջներ կան, բայց դրանց աշխատանքի արդյունքը գնում է դեպի համաշխարհային տնտեսություն, չի մնում Հայաստանում։ Rise-ը ո՞նց կարա նպաստի նրան, որ այդ արդյունքը մնա մեր երկրում։ Գիտեք, իրականում իմ կարծիքը չի փոխվել եւ իրադրությունը հենց այնպեսին է, ինչպես նշել էի այսօր էլ։ Մենք ոնց ենք պատկերացնում Rise-ի դերը այդ process-ում, որպեսզի ավելի ինտեգրված, ավելի բարդ պրոդուկտներ ստեղծենք եւ վաճառենք եւ արտահանենք։ Rise-ը այն պլատֆորմը պետք է դառնա, որտեղ բոլորս տեսնում ենք ինչ է արվում Հայաստանում, հենց Հայաստանում, ինչպես մեր ստեղծածը կարող ենք ինտեգրել մյուսի ստեղծածի հետ եւ ավելի բարդ պրոդուկտներ ստանալ։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ նաեւ կողքից են նայում եւ կան բաներ, որ եթե մենք ինքներս չենք նկատում, ինժեներները, արտադրողները, կողքից նայողը, ինվեստիցիոն ֆոնդերը, ներդրողները կարող է դան տեսնեն եւ այդ համադրեն եւ այդ պլատֆորմը կայանա որպես հենց բարդ հայկական ստեղծելու համար նախատեսված պլատֆորմ։ Rise-ի շրջանակում բավական հաճախ է հնչում գաղափարը, որ Հայաստանը պիտի ծառայություն մատուցող աուտսորսանող երկրից վերածվի արտադրող եւ արտահանող երկրի։ Ոնց եք նկատում մեր տեղի բիզնեսը, ոնց է վերաբերվում այդ գաղափարին, պատրաստակամ են, թե այդքան էլ չէ։ Իրականում բիզնեսը կարծում եմ միշտ էլ պատրաստակամ է զարգացման համար։ Այստեղ շատ կարևոր են նախադրյալները, քանի որ մի բան է ծառայությունները, մի բան է աուտսորսինգը։ Դրանք տարբեր բաներ են եւ աուտսորսինգ անող ընկերությունները միշտ երազում են դառնալ արտադրող ընկերություններ, բայց այստեղ միշտ այդ ընկերություններին ինչ որ մի բան չի բավականացնում, ասենք շուկաները չեն բավականացնում, պատրաստի արտադրանքի նկատմամբ պահանջը չի բավականացնում, քանի որ միշտ ավելի հեշտ է անել այն, ինչ քեզնից հենց այս պահին պահանջվում է, բայց հաջորդը պետք է գնահատել են ռիսկայնությունը, որը դու ծախսում ես եւ ֆինանսապես եւ ժամանակը, ստեղծում ես արտադրանք, որը քո համար դեռ պարզ չի համաշխարհային շուկայում ինչ պահանջարկ կունենա։ Դեռ պիտի հասկանաս պահանջարկ կա թե չէ, սպառման հարցը լուծես եւ այլն, դա շատ ավելի բարդ է, քան աուտսորսինգը։ Երկկողմանի բան է, քանի որ իդեան ծնվում է, դու հասկանում ես այդտեղ շուկա կա թե չէ, կամ դու նայում ես շուկա կա թե չէ, հետո իդեան է ծնվում։ Սովորաբար շատ ավելի մրցունակ են այն ընկերությունները, որոնց գլխում իդեան ծնվել է, հետո իրենք կարողացել են իրենց շուկան գտնել, քանի որ դա նշանակում է, որ այդ իդեայի տերը դու ես եւ դու առաջինն ես, ում գլխում առաջացել է այդ իդեան։ Իսկ եթե շուկայում արդեն դու տենում ես արտադրանքներ եւ ընտրում ես դու որը արտադրես, դա արդեն նշանակում է, որ դու ի սկզբանե մտնում ես ինչ-որ մրցակցության մեջ։ Դուք էլ նշեցիք, որ աուտսորս անելը շատ ավելի հեշտ է։ Այդ դեպքում ինչի են աուտսորսանող ընկերությունները ցանկանում իրոք սեփական արտադրանքը ստեղծել։ Դեք աուտսորս անելը շատ հեշտ է շուկա գտնելու տեսանկյունից, բայց սեփական արտադրանք արտադրելը շատ ավելի լավ է շահույթ գեներացնելու տեսանկյունից, բիզնես տեսանկյունից իհարկե պատրաստ է վերջնական արտադրանք արտադրելը շատ ավելի շահավետ է։
այստեղ օպտիմալ այդպես գիծը գտնելու խնդիր կա, թե որն ավելի օպտիմալ, գնահատել ինչ ծախսերը պետք անել, որպեսզի դու կարողանաս արտադրող դառնալ, ոչ թե outsource ծառայություններ մատուցող եւ այստեղ է մարտահրավերը, որ եթե ընկերությունը որոշում է, որ ինքը դառնում է արտադրող, ինքը պետք է նկատի ունենա, որ ծախսերը ճիշտ է ավելի շատ են, բայց հետագայում նաեւ շահույթը եւ անկախությունը շատ ավելի մեծ է։ Այս տեխնոլոգիաների արհեստական բանականության զարգացման պայմաններում ավելի բարդանում են կիբերհարձակումները։ Կիբերհարձակումները իրանք առանձին արդեն տեխնոլոգիաներ են դարձել։ Ֆիզիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից դա միայն ձեր գործը չի։ Դա նաև մեր գործն է, քանի որ այդպես հարձակման դեպքում մենք ենք կապից զրկվում։ Ցանցում անընդհատ դու տեսնում ես անծանոթ սարքեր, անապահով սարքեր, ոնց ղեկավարենք այդ process-ը, ինչա պետք անել, մենք պատրաստ ենք այդ ամեն ինչին։ Բիզնեսը մեծ մարտահրավերներ ունի, վտանգները գնալով ավելանում են, ինչ չափով արագացնենք տեխնոլոգիաների հաշվին, ինչ չափով պահպանողական լինենք, ինչպես պաշտպանենք։ Ռայզի շրջանակում նաև շատ հետաքրքիր ֆորում է անցկացվում, որի թեմաներից մեկը կիբերանվտանգությունն է եւ դուք էլ հենց այդ պանելային քննարկման մոդերատորն եք։ Կիբերանվտանգության ոլորտում մենք այսօր ինչ լուրջ խնդիրներ ունենք։ Մենք բազմապիսի խնդիրներ ունենք իրականում, սկսած երևի վերջերս ուշադրություն դարձրած կլինեք, որ մեկ-մեկ խափանումներ են լինում ինտերնետի, մեկ-մեկ ինչ ինֆորմացիա ասեք ստանում եք, որը պարզ չի, հավատակ, չհավատակ, ինչպես գնահատեք այդ ամեն ինչը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք խնդիրներ ունենք եւ որպես առանձին անհատներ, եւ որպես կազմակերպություններ, եւ որպես պետություն։ Այսինքն մենք ունենք պետական մակարդակով դեռևս չկայացած ոլորտ։ Ոնց պիտի այդ ոլորտը կայացնենք, ոնց պիտի գոնե սկսենք այդ խնդիրները լուծել։ Սկսել ենք լուծել, բայց ոնց էֆեկտիվ լուծենք, դրա միակ ճանապարհը գործուն իրական մասնավոր պետական համագործակցությունն է։ Ես պանելում էլ նշեցի, որ երբ որ ասում եմ մասնավոր հետ համագործակցությունը, ի նկատի ունեմ հենց հայկական մասնավոր ընկերությունները եւ մանավանդ կիբերանվտանգության ոլորտում դա շատ ավելի կարեւոր է, քան այլ ոլորտներում, քանի որ անվտանգությունը պետք է լինի տեղական, անվտանգությունը պետք է լինի լոկալ, անվտանգությունը պետք է լինի անվտանգ։ Ճիշտ ասած, իմ մոտ կարծիքա ձևավորվում, որ բավական մեծ թվով ընկերություններ այդքան էլ չեն պատկերացնում կիբերանվտանգության կարևորությունը, քանի դեռ չեն առնչվել դրա հետ կապված խնդիրների։ Նայեք, իմ օրինակ գործընկերները, բանկերը եւ այլն ասում են, որ իրենք հիմա կիբերանվտանգության բավականին զարգացած են եւ դա այդպես է։ Բայց դա ինչից է սկսվել, որ իրենք մեծ կորուստներ են ունեցել եւ հետո ստիպված կիբերանվտանգությունը զարգացրել են իրենց կառույցներում։ Եվ ես չէի ուզենա, որ մյուս ընկերություններն են մեծ կորուստների գնով հանգեն դրան եւ կարծում եմ այդտեղ նորից պետության միջամտածությունը բավականին գործում պետք է լինի, քանի որ առաջինը բացատրել, ներկայացնել մարտահրավերները եւ վտանգները այսօրվա դրությամբ, երկրորդը նաեւ ինչու՞ չէ որոշ դեպքերում ստիպել, որ այդ ընկերությունները իրենց ներսում ապահովեն այդ կիբերանվտանգությունը եւ հետևեն գոնե մինիմալ չափանիշներին։ Բայց պետությունը արդյոք հասկանում է այս ամեն ինչի կարևորությունը, որ բացատրի մասնավորին, ստիպի եւ այլն։ Չէ՞ որ պետական օղակներում էլ այնպես չի, որ կիբերանվտանգության հետ կապված խնդիր չունենք։ Համաձայն եմ, դրա համար ասում եմ մասնավոր պետական համագործակցությունը, քանի որ
Մասնավոր մասնագիտական ընկերությունները կարող են օգնել պետությանը հասկանալ այդ մարտահրավերները։ Պետությունը հասկանալուց հետո նույն մասնավոր մասնագիտական ընկերությունների հետ կարող է բացատրել մնացածներին։ Դա process է, որը ցանկալի է շատ արագ անցնել։ Քանի որ եթե միջև որոշենք ոնց անենք, ինչ անենք, ինչ մեխանիզմով եւ այլն, արդեն մենք շատ մեծ կորուստներ կունենանք եւ այսօր որ ասում ենք հիմա հիբրիդային պատերազմների դարաշրջան է, հիմա ուղղակի պատերազմներ չեն, հիբրիդային պատերազմներ են, իսկ այդ հիբրիդային պատերազմի առաջնագիծը դա կիբերանվտանգությունն է, դա կիբերհարձակումներն, կիբերպաշտպանությունն է։ Ամեն ինչ դրանից է սկսում։ Գուցե պետական մակարդակով ինչ-որ պահանջներ պիտի ստեղծվեն, չգիտեմ, ինչ-որ սերտիֆիկացում, օրինակ, որ եթե դու զբաղվում ես այսինչ, քո մոտ կիբերանվտանգության հետ կապված այս չափանիշներին պիտի ամեն ինչը համապատասխանի ու ինչ-որ կոնկրետ չափանիշներ լինեն, գուցե տենց լուծում է պետք։ Հիմա այդ կիբերանվտանգության մասին օրենքը ընդունվել է արդեն աշունը, հիմա որոշակի չափանիշներ սահմանվել են, ճիշտ է, ասում են, որ սահմանվել են մինիմալ չափանիշներ, բայց մինչև այդ չափանիշները տեղ հասցվեն, իրանք կլինեն հնացած չափանիշներ, հետո ընթացքում մշակվում են նորից նոր չափանիշներ, որ ավելի նոր են, բայց նրանք շուտով էլի հնացած կդառնան, այսինքն այդտեղ շատ կարևոր արագություն է։ Օրենքը ընդունվել է, մնացած քայլերը շատ արագ պետք է արվեն։ Ասենք 6 ամիս առաջ եթե օրենքը ընդունվել, նոր խոսում ենք չափանիշների մասին, դա շատ դանդաղ եմ ես գնահատում։ Իսկ ո՞նց հասնենք այդ արագությանը։ Դե դա պետական գործառույթ է եւ պետությունը պետք է մեխանիզմներ ունենա գոնե այդ կրիտիկական ոլորտներում արագությունը ապահովելու։ Ոնց։ Ավելի պարզեցված պրոցեդուրաներ, ավելի գործուն համագործակցություն մասնագիտական շրջանակների հետ, քանի որ պետությունը իրականում այդ ունակությունները չունի, այդ ունակությունները եթե քիչ թե շատ կանել մասնավոր հատվածում են։ Եվ այդտեղ անմիջական շփում է պետք։ Մենք շատ դեպքերում ասում ենք համագործակցություն, բայց իրականում այդ համագործակցության 10%-ն է գործ դառնում։ Այնպես պետք է անենք, որ այդ համագործակցության գոնե 80%-ը վերածվի գործի, եւ դա կապահովի արագություն, որոշումների ընդունման արագություն, կիրառման արագություն։ Իրականացման արագությունը բարձրացնելու պահը այդքան էլ չեմ պատկերացնում, որովհետև նույնիսկ եթե կան չափանիշներ, հենց նոր ընդունվեցին, նույնիսկ եթե պարտադրում են, որ այ մի ամիս հետո այսա պիտի ձեզ մոտ ներդրվի, հարգելի բիզնեսը խնդրի առաջ է կանգնում, քանի որ ոնց մի ամիս հետո մենք դեռ պատրաստ չենք դրան, մենք դա չենք նախատեսել, մենք ռեսուրս չունենք այս բանին դրա համար, ֆինանս չենք նախատեսել դրա համար ու այդպես։ Եթե բիզնեսը ներգրաված լինի արդեն քննարկման փուլում, մենք իմանանք, որ այս բաներ է պատրաստում եւ մի քայլ առաջ կպատրաստենք, սյուրպրիզ չի լինի, իհարկե։ Եվ հաջորդը, գիտեք, շատ մասնագիտական բաներ, ինչպիսին օրինակ կիբերանվտանգությունը, ամեն բիզնես իր համար չպետք է լինի։ Պետք է լինեն մասնագիտական ընկերություններ, որոնք այդ ծառայությունները կտան ուրիշ այլ ընկերությունների։ Եվ այստեղ, երբ որ արդեն մասնագիտական ընկերությունների ներգրավում է քննարկումներում, օրենքների ընդունման մեջ, դա նշանակում է, որ բազմաթիվ այլ բիզնես ընկերությունների նախորդ պատրաստում եք դրան։ Այդտեղ շատ կարևոր է, որ այդ մասնագիտական հենց կարծիքը հաշվի առնվի, քանի որ բավարար չէ թղթի վրա ֆիքսել այդ կարծիքը, նաև պետք է այդ կարծիքը ներառել ընդունվող օրենքների չափորոշիչների մեջ։ Իսկ հիմա դա ինչքանով է արվում։ Մի 10%-ով ես արդեն ասացի, այսինքն հաշվի են առնում մասնավոր ընկերությունների կարծիքի, ասենք 10-15%-ը, կարծում եմ դա բավարար չի, ավելի խորը քննարկումներ պետք է լինեն, երկխոսության աստիճանը ավելի մեծ պետք է լինի։ Ճիշտ է, վերջին ժամանակները շատ ավելի ինտենսիվացել է, շատ ավելի ընդունում են ասածը, լսում են, բայց կարծում եմ դեռ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու։